Եթե փորձենք հայկական ոսպնյակով դիտարկել Էրդողանի քաղաքական կարիերայի ավարտը եւ փոխարինումը եւ եթե դրան պիտի փոխարինեն քեմալական կամ ասկայնական ուժեր, չեմ կարծում, որ որևէ հավելյալ նպաստավոր իրավիճակ կստեղծվի մեզ համար։ Ընդհանուր այդ քաղաքականությունը կշարունակվի։ Եվ ավելի գլոբալ առումով ներկա դրությամբ Թուրքիան օրինակ գործրեց Ուկրաինայի եւ Ռուսաստանի հագամարտության լուծման հարթակ դառնալու, միջնորդ լինելու, երաշխավոր լինելու այդ առիթը, որովհետեւ Միացյալ Նահանգները նախընտրեցին Սաուդյան Արաբիան իբրև հարթակ, իբրև միջնորդ, իբրև երաշխավոր։ Դրա համար ես քիչ առաջ նաեւ այս մրցակցության մասին էի խոսում Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի։ Սիրիայում, ինչպես խոսեցինք քիչ առաջ ներկայացնել, որ միանշանակ միայն Թուրքիայի հովանավորչությունը չի այլևս նորաստատ իշխանությունների վրա, այնտեղ խայտափխետ իրավիճակ է եւ դարբեր կողմեր առնչվել են եւ դարբեր առաջադրանքներ կան ուրեմն տարածաշրջանում գլխավոր խաղացողների միջև։ Նույնիսկ Լիբանան,